Բարի օր, հետքի սրահումն է եթերում, այսօր մեր հյուրն է Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լուսինե Սահակյանը։ Լուսինե Սահակյանի հետ այսօր մենք զրուցելու ենք փոխհատուցման իրավունքի մասին, սահմանադրական փոփոխություն 62 հոդված, կետ 2, որտեղ ամրագրվել է փոխհատուցման իրավունքը անարդար դատապարտվածների հանդեպ, սակայն կա այնտեղ փոքրիկ սահմանափակում։ Հենց այդ սահմանափակման մասին էլ այսօր մենք զրուցելու ենք։ Կարճ ներկայացնեմ, թե ինչու է սահմանափակումը, դա վերաբերում է այն գործերին, երբ անձը կարող էր ինքնուրույն բացահայտել ինչ-որ նոր Երևան եկած հանգամանք դատապարտման ժամանակ, սակայն ինչ-ինչ պատճառներից ելնելով նա չի բացահայտել եւ այդպիսով տեղի ունեցել սխալ դատապարտում, անարդար դատապարտում եւ ահա տարիներ անց նոր Երևան եկած հանգամանքը բերում է նրան, որ բացահայտվում է այն, ինչ տարիներ առաջ չէր բացահայտվել։ Եվ եթե այդ անձից ինչ-որ կերպ, այս կամ այն կերպ, կամ մասամբ, կամ ամբողջովին կախված էր այդ հանգամանքի բացահայտումը դեռ այն ժամանակ, ապա պետությունը կոպիտ ասած ձեռքերը լվանում է եւ անձին զրկում փոխհատուցման իրավունքից։ Հայաստանյան իրականության մասին եմ ուզում խոսենք, որքանով է այս սահմանափակումը փոխհատուցման անարդար դատապարտման դեպքում մեզ համար ընկալելի եւ մեզանում ինչպես կկիրառվի այս սահմանափակումը։ Նախ կուզենայի այս սահմանադրական նորմի փոփոխությունից խոսել, մենք պետք է պատկերացնենք, որ մենք կոնվենցիայի անդամ երկիր ենք եւ մենք պետք է կոնվենցիայի որոշակի դրույթները կատարենք, սակայն պետք է հասկանանք, որ կոնվենցիան ընդհանրապես նվազագույն ստանդարտներ է նախատեսում պետությունների համար, իսկ պետությունները գնալով ավելի ու ավելի բարձր ստանդարտներ պետք է նախատեսեն իրենց օրենքներով։ Մեր պետությունը սահմանադրությամբ նախատեսել էր ավելի բարձր չափանիշ, քան սահմանված էր կոնվենցիայով, եւ նման սահմանափակում նախատեսված չէր, որ եթե նոր կամ նոր Երևան եկած հանգամանքի հիմքով անձը արդարացվել է եւ այդ հանգամանքը ինչ որ չափով նրանից է կախված եղել, ապա պետությունը կարող է փոխհատուցում չտրամադրել նույն պատճառաբանությամբ։ Ուստի եւ նման սահմանափակում մտցնելը ուղղակի անհասկանալի է, որովհետեւ գնալով փոխարենը, ասենք, երկիրը ավելի բարձր ստանդարտներ նախատեսի, իրականում հետընթաց է արձանագրում։ Հիմա հասկանանք, թե մեր պետության համար ինչքանով դա ընդունելի է։ Մենք գիտենք, թե ինչպիսին է մեր դատական համակարգը, քննչական մարմինների դատախազությունը ինչպիսի վիճակում է, ընդհանրապես պրակտիկան ինչպիսին է, եւ պետք է մենք այդ տեսակետից ելնելով մեր օրենքները եւ սահմանադրությունը պետք է այդ ամենը հաշվի առնելով սահմանենք։ Հիմա հասկանանք, թե ինչու ենք գտնում, որ այս նորմը մեր համար անընդունելի է։ Մենք ունենք անմեղության կանխավարկած, որտեղ հստակ սահմանվում է, որ անձը պարտավոր չէ, որպեսզի ավելի պարզ լեզվով բացատրենք, անձը պարտավոր չէ հիմնավորել, որ ինքը անմեղ է։ Պետությունն է պարտավոր հիմնավորել, անձը մեղավոր է։ Այսինքն անձը պարտավոր չի ոչ մի ապացույց ներկայացնել վարույթ իրականացնող մարմնին, անգամ կարող է լռելու իրավունք ունի, եւ սա սահմանված է ինչպես կոնվենցիայով, այնպես էլ ներպետական օրենսդրությամբ եւ նաեւ սահմանադրությամբ։ Ուստի այս տեսակետից ելնելով, եթե այս ամենը հիմա համադրում ենք այս նորմի հետ, հիմա ինձ համար անհասկանալի է, թե ինչու անձը, որը թեկուզ եւ տեղյակ էր այդ հանգամանքից, որը հետագայում նոր կամ նոր Երևան եկած հանգամանք է իր հետ եկել, այդ հանգամանքը չի ներկայացրել ի սկզբանե։ Անձը պարտավոր չէր դա ներկայացնել։ Իմ համար անընդունելի է, որ կարող է լինել մի պետություն, որը կարող է ընդամենը մի անձի ցուցմունքի հիման վրա անձին դատապարտի, եթե այդպիսի դատական ակտ կա, ապա դա պետության մեղավորությունն է եւ արդեն իսկ իհարկե պետությունը պարտավոր է փոխհատուցում տրամադրել, որովհետեւ չի կարող մեկ անձի ցուցմունքի հիման վրա լինի դատական ակտ, մեղադրական դատական ակտ։ Դա ի սկզբանե ապօրինի դատական ակտ է։ Ուստի եւ ես գտնում եմ, որ
անձի իրավունք ունի լռելու իրավունքից օգտվելու, անձի իրավունք ունի օգտվելու անմեղության կանխավարկածից եւ ոչ ոք չպիտի պարտադրի անձին, որ անձ դու պարտավոր ես քո բոլոր տվյալները հրապարակել։ Ընդ որում ասեմ, որ նկատի ունենալը նաեւ մեր պետությունում առկա որոշակի խնդիրներ, անձը կարող է այդ ամենը չներկայացնել ինչ-ինչ պատճառներից ելնելով, իր հարազատների համար վտանգներ տեսնելով, չներկայացնի որոշակի ապացույցներ, ինչ-ինչ պատճառներից ելնելով, հետագայում երբ որ այդ վտանգները վերացել են, նա կարողանում է ներկայացնել եւ ներկայացրել է այդ ապացույցները, ինչու պետք է նա այդ իրավունքը չունենա։ Ուստի եւ ես գտնում եմ, որ այս հետընթացը ուղղակի չունի պատճառաբանություն, ինչու պետք է սահմանադրության մեջ նման հետընթաց արձանագրվեր։ Այնուամենայնիվ հոդվածում նաեւ դուք կարծիք հայտնեցիք եւ նշեցիք, որ 7-րդ արձանագրությունից, երրորդ հոդվածից պես համարյա արտագրված է, գրեթե արտագրված է կոնվենցիայի եւ նաեւ նման ձևակերպում ես գտա քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրում, որը եւս Հայաստանը վավերացրել է, համարյա նմանատիպ է իհարկե, բայց կա մի փոքր տարբերություն, այնտեղ արդարացում բառը իրենք չեն օգտագործում միջազգային փաստաթղթերում, մենք մեր սահմանադրության մեջ ամեն դեպքում արդարացվածի վերաբերյալ ենք նշում այդ սահմանափակումը։ Երբ դուք բարձրաձայնում էիք քննարկումների ժամանակ այս խնդրի մասին, ինչպես էր հակազդում համակարգը, այսինքն սահմանադրության նախագիծը մշակողները ինչ արգումենտներ էին բերում։ Նախ ասեմ, որ փաստաբանները, եթե ես չեմ սխալվում, 55 փաստաբանի ստորագրությամբ կարծիք հրապարակեցին, որտեղ նաև այս դրույթի մասին կար մեր կարծիքը, որ սա հետընթաց է, որևէ պատճառաբանություն, թե ինչու է պետք է փոփոխել այս նորմերը, առավել ևս մեր պետությունում, որտեղ արդարացումների քանակը այնքան չնչին են, որ կարելի է ասել, որ չկան։ Որտեղ եթե համեմատություն անենք այլ երկրների հետ, մենք կտեսնենք, որ մեր երկրի արդարացումների քանակը, որքան էլ որ իրանք շատանան, միևնույնն է այնքան քիչ են, որ դեռ խոսել թե արդարացման հետևանքով փոխհատուցումներ տալու ընթացքում ինչ որ խնդիրներ են առաջանում, նաև դա ասեմ, որ մեր երկրում շատ քիչ անձինք են, որ դիմում են փոխհատուցում ստանալու, որտեղ անձինք ովքեր մեկ անգամ արդեն իսկ խնդիրներ են ունեցել համակարգի հետ, իրանք ուղղակի չեն ուզում շարունակել եւ շատ քիչ անձինք կան, ովքեր փոխհատուցում են պահանջում իրենց անարդար դատապարտման համար։ Ի տարբերություն այս ամենի ես վիճակագրություն եմ գտել միջազգային պրակտիկայի, թե ինչքան ռեկորդային ցուցանիշներ կան դրսում, անգամ Չինաստանում պատկերացրեք, այստեղ 29 միլիոն դոլարի փոխհատուցման մասին է խոսքը Ամերիկայի Միացյալ Նահանգներում, 27 միլիոն դոլարի մասին, 31 տարվա ազատազրկման է դատապարտված անձը եւ նա մեղադրվել է բռնաբարության եւ սպանության մեջ, 31 տարի անց պարզվել է, որ նա անմեղ է եւ ստացել է 27 միլիոն դոլարի փոխհատուցում։ Ամեն դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւս կան խնդիրներ եւ այստեղ նշված է, որ ընդամենը 21 նահանգում է, որ փոխհատուցման իրավունքը կա եւ կա կոնկրետ նշված, թե կորցրած տարիների, կորցրած հնարավորությունների համար, կրած տանջանքների համար առանձին տողերով փոխհատուցումներ են։ Ամեն դեպքում 60% է արդարացվածների, որ ստանում է փոխհատուցում։ Հետո կա նաև եվրոպական երկրների ցուցանիշները, ելի շատ հետաքրքիր են, թե ինչպես հիմնականում վերաբերում է խոսքը տասնյակ եւ ավելի տարիներ անարդար դատապարտված մարդկանց մասին, ովքեր մեղադրվել են ծանրագույն հանցանքների մեջ, անմեղության կանխավարկածը եւս փոխվել է սահմանադրության մեջ։ Այ դուք նշեցիք, որ անձը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը եւ միայն պետությունն է, որ պետք է ապացուցի հակառակը, այսինքն մեղավորությունը, այսինքն մենք ելնում ենք անմեղության կանխավարկածից, ոչ թե հակառակը։ Բայց տեսեք ինչ է, այդ ձեր նշած տողը հանվել է սահմանադրությունից եւ նաեւ հանվել է եւս մեկ տող, որտեղ ասվում է, որ բոլոր չփարատված կասկածները մեկնաբանվում են հոգուտ մեղադրյալի։ Հիմա այս երկու կարևորագույն տողերը հանելով եւ մտցնելով փոխարեն այնտեղ փոխհատուցման հետ կապված անմիջականորեն իրենք կապված են մեկը մյուսի հետ։ Չէ որ եթե անձը գիտեր մի հանգամանքի մասին, բայց նա լռել է, հետեւաբար ում գործառույթն էր դա բացահայտել։ Այո։ Նայեք,
անկախ նրանից թե սահմանադրական իհարկե նորից այդ ընթացներից մեկն է, բայց անկախ նրանից թե իրականության մեջ, ասենք, սահմանադրական նորմը ինչպիսի ձևակերպում կունենա, անմեղության կանխավարկածը դեռևս մնում է անմեղության կանխավարկած եւ ոչ ոք չի եւ ոչ ոք չի կարող անձին պարտադրել, որպեսզի անձը հիմնավորի անմեղությունը։ Ավելին, լռելու իրավունքը ոչ ոք մեղադրյալից չի վերցրել եւ լռելու իրավունքը ուղղակի սահմանված է նաեւ կոնվենցիայով, այսինքն անձին չեն կարող պարտադրել, որպեսզի անձը ցուցմունքներ տա, ապացույցներ հավաքի, ապացույցներ ներկայացնի եւ այլն։ Այսինքն այս ամենը այնքան հստակ է, որ այս ամենի համատեքստում արդեն սահմանադրության այս նորմը ուղղակի անհասկանալի է եւ ես հույսով եմ, որ հետագայում մենք չենք ունենա այնպիսի իրավիճակներ, երբ որ սահմանադրական այս նորմը կկիրառվի այնպես, որ անձը զրկվի փոխհատուցման իր հնարավորությունից, որովհետև նորմը այսպիսին է սահմանված, եւ ես հույսով եմ, որ համենայն դեպս հետագայում նաեւ սահմանադրական դատարանը պետք է իր խոսքը ասի, թե այդ սահմանադրական նորմը ինչպես պետք է կիրառվի, այսինքն այնպես չի, որ ցանկացած դեպքում ուղղակի անձինք կորոշեն, դատարանը կորոշի, թե անձը ինչու պետք է զրկվի փոխհատուցման հնարավորությունից, որովհետև ինչ որ ապացույց ինքը չի ներկայացրել, որը ինքը գիտեր այդ ապացույցի մասին եւ չի ներկայացրել։ Այսպիսի կիրառությունը կարծում եմ շատ լուրջ խախտում կլինի, շատ լուրջ իրավունքի խախտում կլինի, որովհետև այդ դեպքում արդեն լռելու իրավունքը ուղղակի իմաստազրկվում է։ Չնայած ասեմ, որ սահմանադրական շատ նորմերով, որ կա եւ նաեւ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով իրականում լռելի իրավունքը լուրջ վտանգի տակ է դրված եւ ամեն ինչ արել են եւ սահմանադրության մեջ եւ նաեւ քրեական դատավարության օրենսգրքում, որպեսզի ոչ թե քննիչը աշխատի եւ իր աշխատանքի արդյունքում ապացույցներ ձեռք բերի, այլ հույսերը դրել են նրա վրա, որ անձանց ուղղակի կպարտադրեն ցուցմունքներ տա եւ անձինք այդ իրանց ցուցմունքներով կհիմնավորեն իրենց գործերը։ Սա անընդունելի է իմ կարծիքով եւ ես մեծ հույսեր ունեմ, որ գոնե թե օրինակ նույն քրեական դատավարության օրենսգիրքի նոր օրենսգիրքը նման նախագծով ուղղակի չի անցնի, որովհետև նման պարագայում շատ լուրջ խնդիրներ ենք մենք ունենալու եւ նաեւ այս արդարացման իմաստով այն ամբողջը եթե իրար հետ համատեքստով կապելու լինենք իրար հետ, կտեսնենք, որ պետությունը կարծես թե ուզում է իր ձեռքերը լվանալ ապացուցման բեռը իր վրայից գցել այն անձի վրա, ով մեղադրվում է, եւ սա ուղղակի անընդունելի է եւ այս պարագայում ուղղակի մենք պետք է փաստենք, որ պետությունը ուղղակի ուզում է անգործություն դրսևորել։ Պետության պարտավորությունն է հիմնավորել, ապացույցներ ունենալ, բավարար ապացույցներ ունենալ անձին մեղադրելու համար, եթե չունի այդ բավարար ապացույցները, ուրեմն արդարացնել, եթե այդ իր գործառույթը նորմալ չի իրականացրել, ուրեմն պետք է բարի լինի փոխհատուցի անձին ապօրինի դատապարտման համար։ Այ սահմանադրության մեջ, որ ասում եք լռելու իրավունքն էլ եւս կարծես թե վտանգված եւ քրեական դատավարությունում, այնտեղ այո, ես նկատեցի հետաքրքիր մի ձևակերպում, որը չկար, երբ անձը կարող է իր դեմ, իր հարազատի դեմ ցուցմունք չտար, այնտեղ էլի ստորակետ է դրված եւ հետո շարունակում է, եթե դա ողջամտորեն կարող է ենթադրել, որ կարող է օգտագործվել իր դեմ, հա, այսպիսի ձևակերպում։ Պրակտիկայում արդեն որ շփվում եք կասկածյալների ու մեղադրյալների հետ, ինչպես է սա արդեն իսկ երևում գործնականում։ Ասեմ, երբ որ մեր կարծիքը մենք գրում էինք սահմանադրության փոփոխության վերաբերյալ եւ ասում էինք, որ համատարած ապօրինություններ են լինելու, մեզ ասում էին, որ շատ վատատես եք դուք, բայց փաստ է մնում եւ սահմանադրական այդ փոփոխությունից հետո մենք գիտենք, որ նախկին սահմանադրության տեքստում հստակ նշված էր, որ անձը իրավունք ունի իր մերձավորի եւ ամուսնու վերաբերյալ ցուցմունք չտալու։ Այո։ Եվ վերջ։ Սա արդեն հնարավորություններ են անձներ ընտրում, կտա ցուցմունք, չի տա ցուցմունք, իսկ հիմա այդ անձը պետքա ողջամտորեն ենթադրի, որ դա կարող է հետագայում օգտագործել իր կամ մերձավորի եւ ամուսնու դեմ։
Հիմա դուք պատկերացնում եք անձը ինչպես կարող է իմանալ, թե ողջամտորեն իր դեմ կօգտագործվի, չի օգտագործվի։ Կամ այդ չափելիությունն է, ով է որոշում ով պետք է որոշի, արդյոք քրեական գործի նյութերը տալիս են անձին, որ անձը ծանոթանա այդ քրեական գործի նյութերին, հետո էլ դրանից ողջամտորեն ենթադրի դա իր դեմ կօգտագործվի, թե ոչ, օրինակ, կամ իր մերձավորի դեմ։ Այսինքն սա այնպիսի նորմ է, որ բացեց դռները, որպեսզի իրականում կատարվեն ապօրինություններ, այդ ապօրինություններն արդեն սկսվել են, բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, արդեն անձանց վերաբերյալ, որոնք ուղղակի հրաժարվել են ցուցմունքներ տալ, հղում կատարելով իրենց իրավունքին, որ մենք օգտվում ենք մեր իրավունքից եւ մեր վերաբերյալ կամ ամուսնու կամ մերձավորի վերաբերյալ ցուցմունք չենք տալիս։ Այստեղ արդեն հարց են տալիս դատավորները, վարույթ իրականացնող մարմինը, այ կարող եք ասել ինչու եք ողջամտորեն ենթադրում, որ դա ձեր դեմ կօգտագործվի, այ հիմնավոր եք, եթե չեք հիմնավորում, ուրեմն դուք հրաժարվում եք ցուցմունք տալ եւ դրա համար քրեական պատասխանատվություն ունենալ եւ արդեն բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված։ Մենք դեպք ունենք, երբ որ անձը եղել է փաստացի մեղադրյալի կարգավիճակում, ինչու եմ ասում այդպես, որովհետև կոնվենցիայի իմաստով եւ քրեական դատավարության իմաստով մեղադրյալների տերմինը մի քիչ տարբերվում են իրարից, եւ անձը ով թեկուզ արգելանք է կիրառվել անձի նկատմամբ որևէ սահմանափակում կամ որևէ կասկած եղել է անձի նկատմամբ, նա արդեն իսկ համարվում է մեղադրյալ։ Մենք այդպիսի քրեական գործ ունենք, երբ որ անձը գաղտնալսվել է, երբ որ անձին սահմանափակվել է նրա տեղաշարժման իրավունքը եւ այլն, հետագայում անձը հրաժարվել ցուցմունք տալուց նույն քրեական գործը եւ հարուցվել է քրեական գործ։ Այսինքն այն ինչ որ մենք ասում էինք, որ մեր պետությունում մենք պետք է հասկանանք մեր իրականությունն ինչպիսին է եւ մեր իրականության պայմաններում պետք է սահմանադրական նորմերը ձևակերպենք կամ մեր օրենքները, որպեսզի չլինեն չարաշահումներ։ Եվ փաստորեն փաստը մնում է փաստ, որ այսօր արդեն իսկ մենք ունենք լուրջ խնդիրներ։ Իսկ ինչպիսին է հաղորդակցությունը փաստաբանական։ Եվ դա դեռևս այն պայմաններում, երբ որ նույն սահմանադրական նորմում նշվում է, որ օրենքով կարող են նախատեսվել պատասխանատվություն այդ ազատելու այլ դեպքեր նաև ցուցմունք օրինակ քրեական դատավարության օրենսգրքում շատ հստակ նշված է, որ անձը իրավունք ունի ընդհանրապես իր վերաբերյալ ցուցմունք չտալու։ Դեռևս այս փոփոխությունը չի կատարվել քրեական դատավարության օրենսգրքում, չի ներմուծվել եւ փաստորեն ստացվում է, որ այո, սահմանադրական ըստ նորմի իրականում օրենքում նախատեսված է ավելի բարձր չափանիշ եւ դա իրավունք ունեն նախատեսել նաեւ սահմանադրության համապատասխան, բայց նույնիսկ այս պայմաններում հարուցվել են քրեական գործեր։ Եվ բազմաթիվ են այդ քրեական գործերը ինձ ասացին, որ բազմաթիվ գործեր կան եւ նպատակ են ուղղակի դրել, որպեսզի անձանց արդեն անձինք սովորել էին, որ իրենք իրավունք ունեն ցուցմունք չտալու, հիմա կարծես թե հետ սովորեցնեն, որ ոչ, նրանք պարտավոր են ցուցմունքներ տալու եւ փաստորեն այսօր արդեն անձինք իրենց լռելու իրավունքից չեն կարողանում օգտվել ուղղակի։ Որն է հակաքայլը այստեղ, այսինքն փաստաբանները ինչ կարող են անել այս դեպքում։ Եթե խոսքը գնում է իհարկե տարբեր գործերից, հասկանալի է, որ փաստաբանները մասնակցում են տարբեր գործերով եւ այլն, բայց ես կարծում եմ, որ սրանք այն դեպքերն են, երբ որ մենք պետք է միասնական այս հավաքագրենք այս ամբողջը եւ լուրջ պայքար սկսենք, որովհետեւ եթե այսպես ուղակի շարունակվի, սա ուղակի անթույլատրելի վարքագիծ է եւ ուղակի սա շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնելու նաեւ մեր պետությանը, որովհետեւ վերջին հաշվով Հայաստանի Հանրապետությունը ունի միջազգային պարտավորություններ եւ պարտավոր է դրանք կատարածել եւ անկախ ամեն ինչից, անկախ նրանից, որ հիմա քննիչները չեն ցանկանում իրենք աշխատել, ուղղակի ուզում են, որպեսզի անձինք իրան կան ցուցմունքներ տան, իրենց ցուցմունքներով իրենց օգնեն եւ այլն, եւ ուղղակի չեն ուզում աշխատեն, ապացույցներ այլ հավաքագրեն, բավարարվում են ցուցմունքներով եւ այդ ցուցմունքներն են հիմք հանդիսանում անձանց դատապարտման համար, սովորել են այդ գործելավոճին եւ մինչեւ մենք հակառակին իրենց չսովորեցնենք, որ ուղղակի գործը չի կարող հիմնվել միայն ցուցմունքների վրա, շարունակվելու են ճնշումները անձանց նկատմամբ այնքան, քան դեռ իրենք չեն սովորել այլ ապացույցներ հավաքագրել։ Եթե իրենք սովորեն հասկանան, որ այլ ապացույցներով պետք է հիմնավորեն մեղքը եւ նրանք պետք է լինեն վճռորոշ, ոչ թե անձանց տված ցուցմունքները, ինչպես հիմա մենք ունենք, որ իրականում վճռորոշը անձանց տված ցուցմունքներն են,
ու եթե խոսքը գնում է խոստովանական ցուցմունքի մասին, դա ընդհանրապես ապացույցների թագուհին է մեր մոտ, չգիտես ինչու։ Ինչպես ասում էր դեռ Վիշինսկին։ Այո։ Չգիտեմ արդեն տասնյակ տարիներ առաջ։ Այո, եւ անընդունելի իբրև թե այսօրվա դրությամբ բոլորը դա համարում են անընդունելի, բայց փաստացի իրավակիրառ պրակտիկայում այդպես էլ խոստովանական ցուցմունքը մնացել է ապացույցների թագուհին։ Տեսեք, այդ փորձաքննությունները շատ քիչ են, երբ որ նայում ենք քրեական գործերը, ինքս տեսնում եմ, որ ցուցմունք հաստատված է համարվել անձի մեղքը այս ցուցմունքով եւ փորձագիտական եզրակացությունները շատ քիչ տոկոս են կազմում, այսօր էլ գենետիկական փորձաքննությունը, որը համարվում է հանցագործի նույնականացման առումով աշխարհում բացառիկը եւ այս գործերը վերաբացված իմիջիայլոց մեծ մասը 90%-ը հենց ԴՆԹ փորձաքննությամբ է պարզվել անձի անմեղությունը եւ իրեղեն ապացույցների պահպանման շնորհիվ այլ երկրներում իհարկե։ Մեզ մոտ դեռ ասում են, որ գիտես գենետիկական փորձաքննություն բավականին թանկ հաճույք է պետության համար, այլ մենք չենք կարող մեզ թույլ տալ անգամ 2014-15 թվականի գործեր եմ նայում, որովհետեւ շատ տեղին կլիներ, երբ քննիչը նշանակեր փորձաքննություն, բայց այդ փորձաքննությունները չեն նշանակվել, որը կոնկրետ կապացուցեր նույնականացներ հանցագործին։ Սա շատ հետաքրքիր է եւ նաեւ մի ֆիլմ եմ ուզում հիշատակել, 2 տարի առաջ այդ ֆիլմը ներկայացված էր Ոսկե ծիրան կինոփառատոնում, կինո փոփոխությունների համար այսպես էր կոչվում այդ խորագիրը, ներկայացված էր մեքսիկացի մի տղայի պատմություն, իմիջիայլոց Մեքսիկայում հենց այդպես է, ելնում են մեղքի կանխավարկածից եւ ոչ թե անմեղության եւ կոչվում էր ենթադրյալ մեղավորը։ Շատ հետաքրքիր է, թե ինչպես է փաստաբանները, երկու երիտասարդ փաստաբան հավաքում ապացույցներ տղայի անմեղության վերաբերյալ եւ այնտեղ որ գնում են իրենք ապացույցներ հավաքելու, նկարում են իրենց սիրողական տեսախցիկով եւ այդ ապացույցները գտնում են, բերում են եւ ապացուցում են իրենց պաշտպանյալի անմեղությունը։ Սա շատ հետաքրքիր է, մենք կարծես թե մոտենում ենք դրան, անմեղության կանխավարկածը մի տեսակ թղթի վրա գրված ինչ որ բան է մնում, որովհետեւ ամեն կերպ բեռը կարծես թե փոխում են եւ ուղղում են սլաքները մեղադրյալի վրա, բայց ինչպես կարող է անձը իր վերաբերյալ ապացույցներ հավաքել, երբ նա կալանքի տակ է, երբ նա ռեսուրս չունի, երբ նախաքննական մարմնի ձեռքին է ամբողջ ռեսուրսները փորձաքննություն անելու եւ այլն, այստեղ ստեղծվում է պարադոքսալ մի իրավիճակ, հակասություն է, ինչպես լուծել այս հակասությունը, փաստաբանական համայնքը ինչ կարող է անել այստեղ, ասում եք միավորվենք, կարծիք կգրեն, հետո այդ կարծիքին ասում եք, որ ոչ մի լուրջ հակափաստարկ չեն ներկայացնում, ինչ անել։ Սա շատ լուրջ է, եթե խոսքը գնում է նաև, քանի որ նաև գենետիկական փորձաքննությունից խոսքը գնաց, ես պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում լուրջ գենետիկական փորձաքննություն ուղղակի չի կատարվում, եթե նույնիսկ նշանակեն, ապա այնքան լուրջ խնդիրներ կան գենետիկական փորձաքննության հետ կապված, որ դա ուղղակի մասնագետներից, սարքավորումներից եւ այլն, որ ընդհանրապես շատ հեռու են մեր մոտ դեռևս գենետիկական լուրջ փորձաքննություն կատարելուց։ Չեմ խոսում ապացույցների հավաքագրման մասին, որ ապացույցների հավաքագրումը հիմա գտնվում է շատ վատ վիճակում, երբ որ բազմաթիվ քրեական գործերով մենք տեսնում ենք, որ քրեական գործում միայն այն, որ առաջի օրը դեպքի վայրի զննությունը նորմալ չի կատարածվել, կամ ասենք իրերի եւ այլն, եւ նաեւ այդ ապացույցների հավաքագրման լուրջ խնդիր ունենք։ Փաստաբանը նույնիսկ չի կարող հարցման ենթարկել անձին, ձևական իրավունք ունի հարցման ենթարկելու, բայց այդ հարցման ենթարկելու արձանագրությունը ապացույց չի դառնում։ Այսինքն նույնիսկ վարույթ իրականացնող մարմնի համար պարտավորություն չի սահմանված, որ գոնե եթե հարցման է ենթարկվել այդ անձը, գոնե նրան հրավիրեն եւ հարցաքննեն որպես վկա։ Շատ դեպքեր ենք մենք ունեցել, երբ որ ասում են, ապացույցները բավարար չեն կամ անթույլատրելի են, բայց մենք հասկանում ենք, որ ինքն է։ Ու եթե մենք հասկանում ենք, մենք չենք կարող իրեն արդարացնել։ Սա ուղղակի անընդունելի է, եւ ես հույս ունեմ, որ ինչ որ մի բան պետք է փոխվի, այսինքն մտածելակերպ պետք է փոխվի։ Եվ մտածելակերպը փոխվի, երբ որ հասկանան, որ այո, իրական հանցագործը, որին մենք ականատես ենք նույնիսկ եղել, որ այո, ինքն է կատարել հանցագործություն, եթե չկարողացաք հավաքագրել ապացույցները,
Ուրեմն պետք է նրա նկատմամբ արդարացման դատական ակտ կայացվի։ Պետությունը պետք է այո փոխհատուցման բեռ կրի իր վրա։ Պետք է հասկանա, եւ մինչեւ որ այդ ֆինանսական պատասխանատվությունը պետության վրա նաեւ չլինի, պետության համար շարժիչ ուժ, դա նաեւ շարժիչ ուժ է, որպեսզի այո, նաեւ այդ վարույթ իրականացնող մարմիններին համապատասխան ձգեն, ասեն, որ չի կարելի այսպես, որ պետք է գործելավոճ փոխեն, ոչ թե օրենքները ուղղակի համապատասխանեցնեն այն իրավիճակին, որ իրավիճակը մենք ունենք։ Եթե քննիչներ չունենք, լավ չեն կարողանում աշխատել, ուրեմն այնտեղ իրավունքները սահմանափակենք, թողնենք անձի վրա պատասխանատվությունը եւ նաեւ որպեսզի ինքը ապացուցի, որ ինքը անմեղ է։ Սա ուղղակի անընդունել է։ Շնորհակալություն սպառիչ պատասխանների համար։ Հիշեցնեմ, հետքի սրահում Լուսինե Սահակյանն էր, փաստաբան, փաստաբանների պալատի անդամ։ Մենք խոսում էինք անարդար դատապարտվածների փոխհատուցման իրավունքից։